Տիկին Մանավազյան չեն կարող շրջանցել Գյումրիում տեղի ունեցող այդ ընտրակաշառքի հետ կապված իրադարձությունները, հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձայնագրություն տարածեց, որտեղ առնվազն 2 դաշինքների ներկայացուցիչներ կաշառքի գործով անցնում են։ Ես խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես բազմիցս ասել եմ եւ կշարունակեմ կրկնել, որ Գյումրիում պետք է քաղաքացին ընտրություն անի ազատության եւ հին բարքերից ազատվելու միջև, այսինքն բռնությունը, ընտրակաշառքը մենք տարիներ շարունակ արդեն 6 տարի եւ ավել է ընտրատեղամասում որևէ քվե չի կեղծվում եւ ընտրատեղամասից դուրս եւս քվե չպետք է կեղծվի ընտրակաշառքով եւ նմանատիպ այլ մեթոդներով։ Գյումրիում եւս շանսերը բարձր եմ գնահատում, հաշվի առնելով նաեւ թեկնածուների ոչ կոռեկտ քարոզարշավի բովանդակությունը եւ հայհոյախառը բովանդակությունը, որը բացարձակ տեղ պետք է չունենա քաղաքացու կյանքում եւ այո, Գյումրին ազատագրվել է դեռ 18 թվականից հետո եւ պետք է հիմա գյումրեցին իր քվեն տա, շարունակելով ապրել ազատ, անկաշկանդ, առանց վախի մթնոլորտի։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։